Մարիա հեռուստասերիալում զարգացումները սեղմում են իրադարձությունների ողնաշարը։ Աշոտի մահից հետո լարվածությունը ոչ թե մարում է, այլ սկսում է վերածվել բացահայտումների, որոնք կարող են փոխել ամեն ինչ։ Լիլիթն ու Մարիան ունենում են անկեղծ զրույց, որի ընթացքում Լիլիթը բացում է մի դուռ, որն այդքան ժամանակ փակ էր Մարիայի առաջ։ Նա ասում է, որ Աշոտը տևական ժամանակ հեռացել էր տանից, քանի որ իմացել էր ճշմարտությունը։ Ռաֆն էր կոտրել Արտակի մեքենայի ապակիները, իսկ մեղադրյալ դարձել էր Դավիթը։ Սա բավարար է, որպեսզի Մարիան համոզված լինի, որ Արտակի սպանությունը ևս կատարել է Ռաֆը։ Այս ծանր բացահայտումից հետո Մարիան վերջապես գնում է իր մոր Օֆայի մոտ։ Հանդիպումը երկար սպասված է, բայց հանգիստ զրույցի փոխարեն սկսվում է բարդ երկխոսություն։ Մարիան ուզում է խոսել մոր առողջական վիճակից ու համոզել նրան վիրահատության համաձայնելու, բայց Օֆան փոխում է թեման, անցնելով դստեր անձնական կյանքին։ Մարիան անկեղծանում է ու պատմում, որ վստահ է, Ռաֆն է սպանել Արտակին, սակայն ապացույցներ չունի։ Նա ասում է, որ պատրաստվում է ձևական հարաբերություններ հաստատել Ռաֆի հետ, նրա շարժումներին հետևելու և փաստեր գտնելու համար։ Օֆան, հասկանալով պլանի վտանգավորությունը, խնդրում է դստեր հետ անընդհատ կապի մեջ մնալ։ Մարիան նույն բանը պատմում է նաև իր քարտուղարուհուն Սվետային, բայց ընդգծում, որ ոչ ոքի ոչինչ չպատմի։ Նա ասում է, որ կապի մեջ կլինի Սվետայի հետ, եթե իր հետ ինչ-որ բան պատահի։ Միևնույն ժամանակ Ռուբենը հանդիպում է Լիլիթին, նրան տանջում է մի հարց. ինչ էր ուզում Աշոտը ասել իրեն մինչև մահը։ Լիլիթը չգիտի ոչինչ։ Տուն վերադառնալով նա սկսում է հարցեր ուղղել մորը Ալլային, իսկ Ալլան, լինելով Ռաֆի իսկական մայրը, սկսում է շեղել աղջկա ուշադրությունը։ Սուտ բաներ հորինել, Ռուբենին թշնամի դարձնել ու խոստանալ, որ շուտով իրենց ընտանիքի կողքին նա այլևս չի լինի։ Իսկ Մարիան իր պլանի առաջին քայլն արդեն անում է։ Նա զանգում է Ռաֆին և հանդիպման կանչում։ Մարիան ձևացնում է, թե Աշոտի հիշատակի համար ցանկանում է ուղղակի մարդկային հարաբերություններ սկսել Ռաֆի հետ։ Ռաֆը շփոթված է ու զարմացած։ Մարիան, շարունակելով իր խաղը, սկսում է խոսել Դավիթի մասին, նշելով, որ նա բանտում է չգործած սպանության համար։ Ռաֆը խառնվում է իրար, սկսում գոռալ, զայրանալ, հասկանալով, որ Մարիան սադրում է իրեն, բայց Մարիան պահում է զսպվածություն։ Եվ հենց այս զրույցից հետո Ռաֆը որոշում է Մարիային ճանապարհել տուն։ Մարիան չի մերժում։ Վերջում Ռաֆը գրկում է Մարիային իբր հրաժեշտի պահին։ Պատահաբար նրանց տեսնում է Աբուլը։ Աբուլը շփոթվում է, չի հասկանում ինչ է իրականում կատարվում։ Այս տեսարանից հետո նա հարցեր է ուղղում Մարիային հասկանալու համար, թե ինչ կապ ունեն Մարիան ու Ռաֆը, բայց Մարիան ոչինչ չի պատմում, քանի որ նա այլ պլաններ ունի և պահում է իր գաղտնիքը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Մարիային կհաջողվի ապացույցներ գտնել Ռաֆի դեմ, թե Ռաֆը կհասկանա նրա պլանները ու մեկ քայլ առաջ կանցնի։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտես չես։ Դենք ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դաշը բարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան տեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընկի օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկամիք։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մենք խոսքը։ Ռեյսար։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդ նման։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ, երբ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա,
Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց այս տաղանդը մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите. Այսպես վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ։ Ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ։ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ է մի 4 մեշակ փողա պետք։ Ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ կտանեմ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս պիջակի։ Մի բացի շորերը։